Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք գործարար ալիքի եթերում լսում կամ դիտում եք թարմ ուղեղով հաղորդումը, որի այսօրվա հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։ Բարև ձեզ, պարոն Քանանյան։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա զրույցը ես կուզեմ սկսենք Լավրովի այցից Հայաստան, եկեք նախ խոսենք ինչ մեսիջներ էր պարունակում այս այցը եւ ի վերջո այն թեզը, որ Ռուսաստանից պոկվել հնարավոր չէ, այս դեպքում ինչ էր նշանակում, պոկվել ենք, թե չենք պոկվել, արդյոք Լավրովի այցը նաև ինչ-որ կերպ մեղքերը քավելու ինչ-որ նշաներ, ընդհանուր ձեր կարծիքը խնդրեմ։ Լավրովի այցը բնականաբար ռուսաստանյան ցեղասպանաբնույթ հանցագործությունների համար ներողություն եւ ապաշխարություն հայցելու նպատակ բնականաբար չէր հետապնդում։ Լավրովյան այցը ընդհակառակը, եւ դուք դա արդեն նշել եք, հետապնդում էր ուրեմն այն նպատակը, որ բոլորիս եւս մեկ անգամ ասվի, ապացուցվի, ցուցադրվի, որ ինչ էլ ջանք գործադրվի Հայաստանի հասարակության կողմից, միևնույն է Հայաստանը մնալու է Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտում ժամանակավորապես, մինչև որ ռուսական վառ երազանքների շրջանակում նրանք պիտի այն աստիճան բարելավեն եւ ամրապնդեն իրենց սասանված աշխարհաքաղաքական դիրքերը, որ առհասարակ ինչ որ մի օր կլանեն Հայաստանը կամ միութենական պետության տեսքով կամ իրենց համար իրավիճակի նվազ բարեհաջող զարգացման պարագայում, ինչն իհարկե շատ ավելի հավանական է, պարզապես հերթական անգամ Հայաստանը մեկ կամ երկու փուլով լուծարեն եւ վաճառեն Թուրքիային եւ Թուրքիայի կրտսեր դաշնակից Ադրբեջանին։ Լավրովի այցը թշնամական պետության հանցագործ պաշտոնյայի անձներ, հանցագործ, որտեղ այդպիսին նրանք գործնականում ճանաչված են միջազգային հանրության կողմից, լավ հիշենք, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպը, որ չափել փորձում էր արդարանալ իր դիվանագիտական կարգավիճակով եւ հանգամանքով, այնուամենայնիվ մահվան է դատապարտվել որպես ռազմական հանցագործ, Լավրովին մոտավորապես նման ճակատագիր է սպասում, կամ եւ դա իր համար առավել նպաստավոր լուծումը կլինի, եթե նա հայտնվի Հաագայում եւ դատվի, բայց ավելի հավանական եմ համարում մոտակա տարիներին, երբ Ռուսաստանը վերջնականապես կընկղմվի այն, ինչ նրանք անվանում են սմուտայի մեջ, այսինքն բացարձակ ուրեմն խառնակման եւ քայքայման իրավիճակի մեջ, ինձ թվում է Լավրովը ավելի դաժան կերպով կվճարի իր գործած հանցագործությունների եւ Պուտինյան ռեժիմին ուրեմն կամակատար սպասարկու լինելու համար։ Իսկ ընդհանրապես, եթե դիտարկելու լինենք հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում, ինչ-որ տարբերություն նկատում եք, ինչ-որ բան փոխվել է այս ընթացքում, Ռուսաստանն արդեն ժամանակ ունի Հայաստանի համար հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը։ Ուրեմն Ռուսաստանը սկզբունքորեն, երբ դեռ ծրագրում էր ուկրաինական պատերազմը, բնականաբար Ուկրաինա ռազմական ներխուժում կազմակերպելու, Ուկրաինան ամբողջովին զավթելու ծրագիրը չի ծնվել մի օրում, երկու օրում, վստահաբար առնվազն 18-19 թվականից ի վեր, թերևս ավելի վաղ փուլում եւս Պուտինը ինքն իր համար ընդունել է այդ քաղաքական որոշումը ռազմական ճանապարհով լուծել ուկրաինական խնդիրը եւ բնականաբար այդ իր համար չափազանց կարեւոր թերևս իր կյանքի պայմանական դարձած գլխավոր նպատակին հասնելու համար նա բնականաբար պետք է ապահովագրեր իր աշխարհաքաղաքական թիկունքը եւ հենց դրանով է բացատրվում, որ հենց այդ ժամանակվանից ի վեր առավել աշխուժացել են ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական բանակցություններն ու շփումները հենց ապահովագրվելու համար, հատկապես Թուրքիայի բացասական վերաբերմունքից Ուկրաինա ներխուժելու համար եւ բնականաբար որպես դրա դիմաց վճարվելիք գինը եւ Ադրբեջանի եւ Թուրքիային դիտվում էր Արցախը։ Բնականաբար մենք բոլորս քաջ տեղյակ ենք, որ Ռուսաստանը առնվազն 2010 թվականից կողմնորոշվել է վերջնականապես հօգուտ Ադրբեջանի, Հայաստանը պարզապես մանրադրամներ
Եվ նրանք սկսել են գերարագ կերպով ուրեմն զինել ադրբեջանական բանակը, թեպետև ադրբեջանական բանակը բոլորովին չէր զինվում միայն ռուսական սպառազինություններով, մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ հայաստանյան բոլոր իշխանությունների վրա, այդ թվում Նիկոլ Փաշինյանի առաջին 2 տարիների կառավարման ժամանակ նույնպես դրված էր փաստացի հրամայական պահանջ եւ արգելք այլ երկրներից եւս որևիցե լուրջ սպառազինություն ձեռք բերելու վրա, այդ արգելքը գործում էր։ Ռուսաստանը ուրեմն 20 թվականին իրականացրել է Հայաստանի, Թուրքիայի հետ միասին Հայաստանի երկրորդ հետ ցեղասպանական մասնատումը։ Մենք տեսանք, թե ինչպես երկփուլ տարբերակով Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Ռուսաստանը բնականաբար կրկնում եմ իրենց համար իրավիճակի դրական զարգացման պարագայում նրանք բնականաբար կկամենան իրենց հսկողության տակ պահել նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության մնացորդը առանց Արցախի այն հատկապես ես պետք է արդեն մնացորդ կոչեմ, բայց փորձը ցույց է տալիս եւ համարյա անխուսափելի է այլ մեզ համար շատ ավելի կամ նույնչափ վտանգավոր սցենարը, երբ Հայաստանը այլ տեղերում այլ ժամանակավոր թողտվությունների համար պիտի երկփուլ տարբերակով հանձնի Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ես տարբեր առիթներով նկարագրել եմ արդեն Հայաստանը լուծարելու եւ Ադրբեջան գծիկ Թուրքիային հանձնելու երկփուլ տարբերակը, այդ թվում եւ սոցիալական ցանցերում բնականաբար այդպիսի զգուշացում կանխատեսումներ շատ լուրջ հակասական արձագանք են հարուցում։ Ես մեղադրվում եմ հորետեսություն տարածելու եւ այլնի մեջ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այնքան գիտակից լինենք, որ ուժ կարողություն, հանդգնություն ունենանք մեզ համար առավել սպառնալից եւ միանգամայն հավանական սցենարները այնուամենայնիվ կրկնում եմ ներքին համազգային համարձակություն ունենանք քննարկելու, որովհետեւ դա թերևս նպաստելու է բնակչության գիտակցության բարձրացմանը, նկատի ունեմ այն գոյաբանական սպառնալիքները, որոնց առջև բոլորս այս մեր պատմության փուլում կանգնած ենք, որպեսզի դա առաջացնի հակադարձում, որի շնորհիվ թերևս մեզ հաջողվի ոչ միայն ապահովագրել մեզ ամենավատար զարգացումներից, այլև հավանաբար նաև նախադրյալներ ստեղծել պետական վերածննդյան համար։ Անդրադառնալով նաև առաջին հարցին, ես կուզեմ այդ զուգահեռում դիտարկենք նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, արդյոք Լավրովի այցից հետո եւ մասնավորապես ասուլիսի ժամանակ հնչածից հետո չի վատանա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, թեպետ այնքան էլ ինչ որ բարձր մակարդակի չէին, եւ Արարատ Միրզոյանն էլի պատասխան, եթե չեմ սխալվում, ռուս լրագրողի հարցին նշեց, որ մենք այս պահին հայտ չենք ներկայացրել Եվրամիությանը միանալու եւ դա ոչ մի կերպ չի կարող խանգարել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններին Հայաստանի։ Այդ դուք ինչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։ Մեր քաղաքագիտական ընդհանուր տարածված պատկերացումներում մենք ինչպես ժամանակին այժմ կարծեմ արդեն հանգուցյալ գիտությունների ակադեմիայի նախագահներ ասում, մենք քնձրոտ պետություն ենք, հետևաբար դա ինքը քնձրոտ պետություն ձևակերպումը նա օգտագործել է սպառազինություններ տեղում արտադրելու թույլատրելիության վերաբերյալ նկատի ուներ, որ այդպիսի կարգավիճակում գտնվող պետությունը թույլտվություն չի ստանա աշխարհի հզորներից իր տարածքում նոր զինատեսակներ մշակելու, արտադրելու կամ առավել եւս դրանք երկրից դուրս արտահանելու եւ վաճառելու համար, բայց ընդհանուր առմամբ Լևոն Տեր-Պետրոսյանական քաղաքագիտական դպրոցը, այսինքն քաղաքագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական պատկերացումների համապարփակ ամբողջությունը ցավոք սրտի կառուցված է այն միանգամայն կեղծ եւ միանգամայն ինքնին անարդյունավետ պատկերացման վրա, որ մենք փոքր, անկարող, տկար, թույլ պետություն ենք, թույլ ազգային հասարակություն ենք, ուստի մենք պետք է զիջենք, հաշտվենք, մոռանանք, ընթառաջենք եւ մնացած այն բառապաշարը, որ այսօր մենք քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից բարբերաբար լսում ենք, կամ ես վերջերս նաև Լևոն Զուրաբյանի շուրթերից մի փոքր այլ ձևակերպումներով լսում ենք որպես իրապաշտություն։ Ես միշտ եւ հատուկ մինչեւ իսկ եզրույթ եմ
մշակել այդ կեղծ պատկերացումները հերքելու համար, ես դա կոչում եմ կեղծ իրապաշտություն, մինչդեռ իրական իրապաշտությունը, պատմական ողջ գործընթացով, ողջ պատմության ընթացքում վկայված օրինաչափությունը բոլորովին տարբեր է, որ չափ էլ այս պահին փոքր լինես, տկար լինես, թույլ լինես, միևնույն է, անգամ եթե որևէ դաշնակից չունենաս, միևնույն է դու պարտավոր ես ուղակի հանուն քո գոյության ատամ ցույց տալ փոխաբերական իմաստով, ցույց տալ, որ դու անգամ քո խիստ փոքր, բայց քեզ համար գերկենսական շահերի եւ նպատակների համար պատրաստ ես մինչեւ վերջ կանգնել եւ որևէ զիջման չգնալ, նման կեցվածքը քեզ անմիջապես թող փոքր ծավալի առայժմ, բայց դարձնում է քաղաքականության գործոն, ընդորում սուբյեկտ, որպես ոմանք են ասում, ես մի փոքր օտար բառից խուսափում եմ, բայց այսօր ընկալելի լինելու համար այն կօգտագործեմ, եւ այն պահին, երբ հայաստանյան, իհարկե ոչ այս իշխանությունը սկզբունքորեն դրան անկարող է։ Եթե մի օր եւ բնականաբար ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը եւս նույնքան անկարող է լինելու քաղաքականության սուբյեկտ, երկուսն էլ կարող են լինել Ռուսաստանի սպասարկու օբյեկտ եւ ոչ ավելին, բայց երբ Հայաստանը ի վերջո հայոց հանրությունը քաղաքականապես կկարողանա ձևավորել այնպիսի իշխանություն, եթե իհարկե մեզ ժամանակ հերիքի, որը հանդես կգա որպես սուբյեկտ, ես ձեզ վստահեցնում եմ, որ Եվրոպական միությունը եւ անգամ նույն Ռուսաստանը կսկսեն մի փոքր այլ կերպ մեզ հետ եւ վարվել եւ խոսել Ռուսաստանի պարագային ոչ անմիջապես։ Հիմա վերջապես ես այսօր մի փոքր շեղվում եմ եւ ձեր հարցերին ուղիղ պատասխան կարծես թե չեմ տալիս, թե դա իմ նպատակադրումը չի։ Եվրոպան վաղուց, ինչպես նաեւ ժամանակին Միացյալ Նահանգները ընդորում անկախ վարչակազմից, անխտիր բոլորը, նույն Հնդկաստանը, նույն Իրանը, նույն այլ պետություններ, որոնք կարող են եւ շահագրգռված լինել տարածաշրջանում, ընդորում լայն մերձավոր արևելյան տարածաշրջանում, ունենալով լայն շահեր։ Բայց դրա համար Հայաստանը պետք է դրսևորի սուբյեկտություն։ Նիկոլ Փաշինյանը երբեք իր կառավարման առաջին օրերից եւ մինչեւ իսկ երբ դեռ վարչապետն ընտրված չէր, նա անընդհատ կրկնել է, որ նա նպատակ չունի փոխելու աշխարհակաղակական կողմնորոշումը, նա նպատակ չունի վերափոխելու Հայաստանի դիրքը, մենք այս երկար տարիների ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանը որևէ ներքին կամք չունի, որևէ այնպիսի ուղղությամբ գնալու, որը կարող է Հայաստանին նոր հնարավորություններ ընծայել, հատկապես պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը միակ իր իրական նպատակը ամեն գնով երկարաձգել սեփական իշխանությունը, որովհետև նա թերևս արդարացիորեն կարծում է, որ միայն իշխանության երկարաձգման բենա կարողանալու ապահովել նաև իր անձնական անվտանգությունը, որովհետև իր գործած սահմռկեցուցիչ հակապետական դավաճանություններից հետո, որոնց թիվը աննկարագրելիորեն երկար է, եւ որոնց համար այնուամենայնիվ նա ուղղակի պատասխանատուն է, որչափ էլ նրա նախորդած վարչակազմերը նույնպես ամեն գնով վարեին ինքնիշխանազուրկ եւ Հայաստանը տնտեսապես եւ բարոյապես ներքուստ քայքայող քաղաքականություն, Փաշինյանին քննադատելիս ես ոչ մի պարագայում չեմ կամենում նվազագույն իսկ չափով արդարացնել կամ մեղքը հանել նախորդ վարչակազմներից։ Դրա համար ես միանգամայն անլուրջ եմ համարում Փաշինյանի շրջապատի որոշ անդամների կամ այն եվրոպամետ ջատագովների, որոնք ինչ-ինչ նպատակներով իրականում ծառայամտությամբ պարզապես եւ պատվերակատարմամբ խուսափում են Փաշինյանին քաղաքականապես քննադատել, իմիջիայլոց մենք տեղյակ ենք, այդ թվում եւ ներքին տեղեկատվական ինչ-որ միջոցներով, որ ասենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրամիության այլ ներկայացուցիչները երբեմն եվրոպացիներին բնորոշ մեղմ, բայց հետևողական ոճով կամ ուրեմն բանով մոտեցմամբ փորձել են Փաշինյանին համոզել, երբեմն մինչև իսկ մեղմորեն ճնշել, եւ եթե այսօր Ֆրանսիան որոշակի այնուամենայնիվ
ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում եւ մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղված, ինչը ինչպես լավ գիտենք, հարուցում է եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կտրուկ, նյարդային եւ ագրեսիվ հակադարձումը, դա չի եղել Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության, այլ այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը ինքնին ենթակա է ճնշումների բոլոր կողմերից, պարզապես արևմտյան ճնշումը միշտ իր վրա եղել է շատ ավելի քաղաքակիրթ եւ մինչդեռ ռուսական կամ ավելի շուտ ռուս-ադրբեջանական ճնշումը իր վրա եղել է միշտ խիստ սպառնալի եւ բնականաբար այսօր նա Պուտինի կամ Ալիևի մեջ շատ ավելի մեծ վտանգ է տեսնում, դրա համար եթե կա տարբեր ուղղություններով ճնշումներ, նա բնականաբար ավելի շատ կենթարկվի ռուս-ադրբեջանական ճնշումներին, քան ասենք ֆրանսիական ճնշումներին։ Ես ցավոք սրտի չեմ կարծում, որ արևմուտքը լինի այն Եվրամիության տեսքով կամ հատկապես այսօր Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի տեսքով պիտի փորձեն նպաստել Հայաստանում իշխանափոխությանը, ցավոք սրտի կամ բարեբախտաբար եկեք հիմա դրանք գնահատական չտանք, դրանք այսչափ կացնային եւ այսչափ ուղիղ կերպով չեն գործում, բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ իշխանությանն է քաղաքացիական պայմանագիրը եւ քանի դեռ նրանց քաղաքական առաջին երևացող ճակերտների մեջ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ ռուսահնազանդ շրջանակների ներկայացուցիչներն են, մենք այս արատավոր շրջանակից սկզբունքորեն դուրս չենք գալու եւ դա մեծապես սպառնալի է, անմիջականորեն սպառնալի է մեր պետության կազմալուծմամբ եւ մեր փաստացի հայրենազրկմամբ, որը բնականաբար կուղեկցվի նաեւ ցեղասպանության որոշակի տարրերով, հատկապես երբ մենք դիտում ենք, թե որչափ արագ է կործանվում այն աշխարհակարգը, որ 1945 թվականից այս կողմ բավական երկար տասնամյակների ընթացքում երաշխավորում էր համեմատաբար կայուն համաշխարհային, չգիտեմ, կայունություն, խաղաղության դրվածք եւ այլն։ Ազգային ժողովում չեն դադարում փոխադարձ վիրավորանքները եւ բանը հասնում է նույնիսկ նրան, որ ազգային ժողովի ամբիոնից հայհոյանք են հնչեցնում եւ դա հեռարձակվում է։ Եվ այս ֆոնին իմպիչմենտի գործընթացն է մեկնարկում եւ ըստ ամենայնի վիժեցվում, որովհետեւ առաջադրված էր տեխնացու, որին այդպես էլ ընդդիմությունը հավանություն չտվեց։ Ընդհանրապես եկեք հասկանանք ինչի եւ ում համար է աշխատում ազգային ժողովը։ Ազգային ժողովը աշխատում է Հայաստանում ռուսական օրակարգը սպասարկելու համար, բնականաբար ռուսական օրակարգին լծված անձինք եւ ուժերը Յուրովի քաղաքացիական պայմանագիրը եւ Յուրովի քաղաքացիական պայմանագրի խորհրդարանական ընդդիմախոսները բնականաբար երկուսն ունեն ակնկալիքներ, բայց միանգամայն ակնհայտ է, որ ինչպիսին է լինի Փաշինյանին նսեմացնող ռուսական լրատվամիջոցների, ասենք, քարոզարշավը, դա բնական է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Փաշինյանից առավել ձեռնտու Հայաստանի Հանրապետության վարչապետ այս պահին դեռ Ռուսաստանի եւ հատկապես Ադրբեջանի համար պարզապես գոյություն չունի։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը այնքան միանգամայն եւ բացառապես իր թուլամորթության, տկարության, անսկզբունքայնության պատճառով հայտնվելով այդ նսեմացված արարածի դերում իրեն հատուկ են նսեմացնում, որ նա միշտ ճանաչելով իր նսեմ վիճակը ռուսների պատկերացմամբ շարունակի անվերապահորեն հնազանդ լինել իրենց բոլոր կարգադրություններին, բայց ես դարձյալ փոխանակ ներկան արձանագրելու նաև փորձելու եմ հիմա ինձ շատ մտահոգող մերձավոր հեռանկարի մասին եւս շատ կարճ խոսել։ Մենք տեսանք, որ 21 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը գործնականում ներել է Փաշինյանին պատերազմում պարտություն կրելու համար, հաստատելով Փաշինյանի ընտրությամբ, որ այնուամենայնիվ եւ պատերազմի պարտության համար նրանք առավել մեղավոր են համարում նախկիններին, պայմանական ճակերտների մեջ, եւ միաժամանակ մենք քաջ գիտենք, թե որչափ համատարած է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կերպարի մերժումը հայ հասարակության ամենալայն շրջանակներում։
Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը թեպետ եւ իրար նկատմամբ խորին եւ անսանձ ատելություն ունեն, գործնականում երկուսն էլ ակամա մի տեսակ դաշնակից են եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի դաշնակիցն է, որովհետեւ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում է ընդդիմության գլխավոր ստվերային ղեկավարի դերակատարումը, Փաշինյանը միշտ էլ հույս ունի հենվելու Ռոբերտ Քոչարյանին իսպար մերժող հասարակության ամենալայն զանգվածների վրա։ Իմ այս վերջին Երևանյան շփումները ցույց են տալիս, որ այդ բանաձևը նվազ արդյունավետությամբ, բայց այնուամենայնիվ գործելու է նաև հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց ես միաժամանակ վստահ եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չի կամենա բավարարվել սոսկ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելով որպես համահայկական բոբո, այլև ինքը նախ խաղարկելու է բոլորովին այլ թեման, ասելու է, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի Հայաստանի Հանրապետության թեկնածուն ես եմ, քանի որ ես կարողանում եմ կառավարելի զիջումների ճանապարհով հետաձգել կամ կանխել պատերազմական հեռանկար։ Իսկ եթե իմ փոխարեն ընտրվի որևէ այլ անձ, լինի Քոչարյանական ճամբարից կամ հատկապես եթե մի պահ մի երազական իրավիճակ պատկերացնենք, նոր ձևավորված միասնական ազգային պետական արժեքներով առաջնորդվող ուրեմն ճակատից, ապա նման ավելի արժանապատիվ արտաքին քաղաքականության հայեցակարգով հանդես եկող նոր ուժը Ադրբեջանի համար եւ Ռուսաստանի համար միաժամանակ բոլորովին ընդունելի չի լինի, հետեւաբար դա կսանձազերծի նոր պատերազմ։ Այսինքն նա գալիք ընտրությունների ժամանակ բնակչությանը ոչ միայն շանտաժելու է Ռոբերտ Քոչարյանի կերպարով, այլև շանտաժելու է պատերազմական սցենարի անխուսափելիությամբ, եթե հանկարծ ժողովուրդը չընտրի Փաշինյանին, որը միակն է, ով կարող է կրկին իրեն հուշում եմ ձևակերպում, կառավարելի միջոցներով կարողանում է սանձել Իլհամ Ալիևի ագրեսիվ նվաճողական տրամադրություններն ու նպատակները Հայաստանի Հանրապետության մնացորդի նկատմամբ։ Եվ վերադառնալով վիժեցված իմպիչմենտի գործընթացին, պարոն Քանանյան, դուք եք կարծում, որ Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է։ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից էլ վատթար կերպարն է, ընդամենը ես ամեն գնով հիմա փորձում եմ զուսպ եւ ուղակի վիրավորական չընկալվելիք ձևակերպում գտնել, այսինքն Էդմոն Մարուքյանը այն մարդն էր, որ 20 թվականից հետո, ասենք, ջատագով էր եւ գործնական դեր ունեցավ, ասենք, Սյունիքում ռուսական զորամիավորումներ բերելու եւ տեղաբաշխելու համար։ Այսինքն Էդմոն Մարուքյանը իր ռուսական հպատակությամբ, իր անսկզբունքայնությամբ, իր նկարագրի բացարձակ, ինչ ասեմ, անհամապատասխանությամբ ոչ միայն մեր քաղաքական նպատակներին, այլև մեր համազգային ունեցած բարոյական պատկերացումներին, Էդմոն Մարուքյանը բացարձակ մերժելի կերպար է եւ միաժամանակ նա այնքան զուրկ է որևէ կշռից, որևէ հեղինակությունից, որևէ մտավոր եւ գործնական կարողությունից, որ ես պարզապես ապշում եմ, որ նա այսչափ գերագնահատում է իր կարողությունները կամ պարզապես եկեք դա էլ չբացառենք, նրան պարզապես հրահանգվել է հերթական անգամ հանդես գալ կլասիկ ծաղրածուի կարգավիճակում եւ նա մեծագույն ուրախությամբ վարժեցված տնային կենթանու նման կատարել է այն, ինչ նրան ասվել է։ Բոլոր դեպքերում, այսինքն իմիջիալոց ես դա էլ նկատեցի, թեպետև ամենայն անկեղծությամբ այս օրերին այլ ավելի շուտ իմ կրթական գործունեության հետ կապված գործերով զբաղվելիս շատ քիչ եմ հետևել, բայց ես նկատել եմ այն խորին եւ անթակույց արհամարանքը, որը անգամ պայմանական ընդդիմադիր ճամփարը խորհրդարանական դրսևորել է ոչ միայն նախաձեռնության նկատմամբ, այլև հենց այդ նախաձեռնությունը ներկայացրած երկու անձանց նկատմամբ, հետեւաբար ինչ ասեմ,
Ես բոլոր ինձ լսողներին կմաղթեմ ապրեք այնպես, որ երբեք չնմանվեք Էդմոն Մարուկյան։ Շնորհակալություն պարոն Քանանյան զրույցի համար։ Ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում թարմ ուղեղով զրույցներ, իսկ մեր այսօրվա հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն էր։ Շարունակեք մեզ լսել։